մեր էս տեղական Զելենսկուն Վատ գործիք եմ, օգտագործում եք։ Ոտքերը լվանալ, ջուրը խմել։ Այդ ֆեյքերի ֆաբրիկաները, Շրջի կրկեսի ուրախ ավտոբուսը։ Զելենսկին իրա կաշվի, Նիկոլ Փաշինյանը իրա կաշվի։ հիբրիդային։ Իշտայիդ Քացախ։ Երևանում այս անասնագողության արդյունքում Ով է Իրանը ղեկավարելու։ Իրենց մայկաներն են ճղում, մազերն են պոկում։ ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Արեկնաս, ինչից սկսենք։ Շնորհավորանքներից սկսենք, Տերենիկ, չմոռանաս շնորհավորել։ Իդեմս քեզ Իդեմս, այո, մեր կանանց։ Կանանց գեղեցիկ սերի ներկայացուցիչներին շնորհավորում եմ միամսյակի կապակցությամբ, մեր ամբողջ աշխարհում մի օր է, չէ՞։ Մեր մոտ մի ամսյակ։ Դե մենք պիտի տարբերվենք ամպայուն։ Աստված տա, շարունակենք լավ բաներով տարբերենք, էլի կանանց հարգելու, գնահատելու, մի խոսքով, այսինքն նույնիսկ ես ուզում եմ ասել, որ ինչքան էլ մեզ քննադատեն, որ մեր հասարակությունը կանանց նկատմամբ մի քիչ բան վերաբերմունք ունի, այսպես ասեմ, ոչ ստանդարտ, բայց մի բան նշեմ, որ մենք հայերս էլի առաջինն ենք կանանց ընտրելու իրավունք տվել։ Այո, աշխարհում առաջիններից մեկը մենք էինք, որ կանանց տվեցինք ընտրելու իրավունք։ Ավելին ասեմ, առաջի հայ դիվանագետը, աշխարհում առաջի կին դիվանագետը, եթե չեմ սխալվում, եղել է կին։ Այո, շատ հետաքրքիր տեղեկություններ։ Այնպես որ այն կնամեծարության մասին, որ մենք խոսում ենք, դա նաև պրակտիկայում արտահայտվում է եւ ցանկանում եմ, որ դա շարունակի արտահայտվել։ Իդեպ Դերենիկ ասեմ, որ կանայք այդ նվերները, ուշադրությունը եւ այլն շատ լավ է, բայց իրականում մանավանդ այս մեր հայաստանյան իրականության մեջ հայ կանայք իրենց տղամարդկանցից առաջին հերթին ակնկալում են իրոք իրական եւ երաշխավորված խաղաղություն եւ անվտանգության ապահովում, իսկ դրա համար պետք է որ սրանք իշխանության չլինեն, այնպես որ սիրելի տղամարդիկ, դուք շատ լավ հնարավորություն ունեք հունիսի 7-ին գնաք ընտրատեղամաս եւ ձեր կանանց համար մի լավ մեծ նվեր անել, իհարկե միամսյակը արդեն անցած կլինի, բայց նվերների համար երբեք ուշ չէ, գնացեք ընտրատեղամաս եւ դեմ քվեարկեք այս իշխանություններին, այդպեսով դուք ձեր կանանց համար շատ մեծ նվեր արած կլինեք, որովհետև իդեպ ասեմ սոցիոլոգիական հարցումներն էլ, նաև մեր շփումներն էլ, փաստերն էլ ցույց են տալիս, որ իշխանափոխության հիմնական պատվիրատուն եւ շարժիչ ուժը հենց կանայք են։ Որովհետև կանայք ռեալ գետնի վրա շփվում են իրականության հետ։ Իսկ տղամարդիկ կարող են իրենց թույլ տալ մի քիչ ապրել ռոմանտիկ, ավելի գետնին չկպած իդեաներով։ Դերենիկ դա գալիս է նաև նրանից, որ կանանց մոտ այդ օջախի պահպանությունը շատ սուր է դրված։ Իմիջիայլոց ընտրություններից խոսեցինք, 3 ականատես եղանք, թե ինչպես Եվրոպական խորհրդարանում մեր այս տեղական Զելենսկուն ծափահարում էին հոտնկայս եւ դա նաեւ ավանսով ծափահարում էին հետագա ընտրակեղծիքների համար, որովհետեւ ինչպես Զելենսկին, ինչպես Սաակաշվիլին, ինչպես Զուրաբիշվիլին, մի խոսքով այդ գործիք դարձած գործիչները, հա, նույն կերպ այսպես ծափահարում էին Շարիկովի նման, այդ ֆիլմը լավ հիշում ես Շանսիրտը, Շարիկովի նման այսպես ծափահարում էին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այդ մյուս գործիչների նման համաձայնել է, որ Հայաստանը պետք է դարձնի աշխարհաքաղաքական այդ բախումների մանրադրամ։ Միջայլոց այդ Շարիկովի համեմատությունը Անդրանիկ Թևանյանը շատ լավ էր արել։ Այո։ Մայր Հայաստան կուսակցության նախագահը իր Facebook-յան էջում լավ տեսանյութ էր։ Տեսանյութը հիմա կդիտենք, բայց այդ Զելենսկի, Մելենսկի, Սաակաշվիլի մի կողմ ամենաճիշտ համեմատությունը Շարիկովի հետ է, էլի։ Հիմա կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանը դարձել է եվրոպացիների արևմտյան որոշակի շրջանակների Շարիկովը, որին խաղացնում են, ցույց են տալիս որպես էկզեմպլյար, հա, որը կարող է իր պետության շահերը, իր ազգի շահերը մի կողմ դրած առաջնորդվել այնպիսի շահերով, որոնք իբր իրեն պետք է նպաստեն իշխանության մնալու, եւ դրա համար ինքը պատրաստ է զոհել Արցախը, պատրաստ է զոհել Հայաստանի ինքնիշխանությունը, պատրաստ է հարձակումներ գործել հայ ազգի ինքնության առանցներից մեկի եկեղեցու նկատմամբ ու ոչ մի կարմիր գծի առաջ չկանգնել, պատրաստ է դառնալ գործիք, հենց գործիք, հակառուսական գործիք եվրոպացիների ձեռքում,
որպիսի քանդի, ասենք, հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մարդու համար իշխանության մնալու առումով չկան կարմիր գծեր։ Ինքը պատրաստ է ամեն ինչի զոհել ամեն ինչ իշխանության մնալու համար եւ հիմա որ իրենք խոսում են ինքնիշխանությունից, չգիտեմ, ազգային ինչ որ արժեքներից եւ այլն, ես ուզում եմ ժողովրդի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարգելիներս ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, ինչից ինքը խոսել է այդ տոնայնությամբ ուղիղ հակառակն է եղել Արցախից սկսած խոսում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա գոռում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Խոսում էր Հայաստանի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունը մադաղ է անում Ալիևին, էլ ինչ ձևով պետք է լինի Հայաստանի ներքին գործերի միջամտություն, եթե ոչ, ասենք, Բաքվից պահանջ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու։ Այսինքն դա Ալիևի կողմից ոտքերը սրբել է Հայաստանի ինքնիշխանության վրա եւ այդ սրբելու գործընթացին նպաստում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա Եվրոպայից որ ինքը գորգորում էր Ստրասբուրգում որ գորգորում էր, ինչ էր ասում է Արցախը ասեցիք տանկ տվել եմ, չէ՞։ Եկա ստորագրեցի բանում Պրահայում որ Արցախ Ադրբեջանի կազմում լինի, ծափ տվեցիք, բանը ռևանշիստներ, այսպես կոչված ռևանշիստների դեմ Ալիևի ձեր պահանջով պայքարում եմ, բանդերը լցնում եմ, եկեղեցու դեմ պայքարում եմ, որպես հայ ինքնության կարևորագույն առանցներից մեկի պայքարում են, ռուսներին վատություններ անում եմ, հակառուսական տրամադրություններ գեներացնում եմ, դարել եմ գործիք, վատ գործիք եմ, օգտագործում եք։ Հիմա այդքան բանը ձեզ համար արել եմ Ամասով նաև խոստանում եմ շարունակել անել։ Բա դուք էլ ինձ օգնեք իշխանության մնամ, ոնց Մոլդովայի օրինակ։ Ոնց Մոլդովայում օգնեցիք կեղծիքներով, չգիտեմ, ձեն չհանելով, ամեն ինչի միջամտելով, այդ կնկան պահեցիք ընդեղ իշխանության, այդ կնկաչափ չկա, մի հատ էլ ինձ տեղ եղեք, պահեք։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ հայ ազգը այլևս արթնացել է, հայաստանցին այլևս արթնացել է եւ իրեն շատ խորքային եւ համապարփակ հունիսի 7-ին մերժելու են։ Այս լավ խոսքերիդ վրա էլ տեսանյութը դիտենք ու շարունակենք։ Выступление Михаила Саакашвили сопровождалось аплодисментами европарламентариев. Thank you very much. Thank you so much. Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Այսպես իրեն շարիկովին փաստորեն եվրոպացիները պատրաստ են ուսին թփթփացնել, ծունկը մաժմժել, գլուխը շոյել, մի խոսքով ամեն ինչ փշի անել, ոտքերը լվանալ, ջուրը խմել։ Չէ, հակառակը։ Զզվել է տեսարանը պատկերացնելը։ Համենայն դեպս իրենք պատրաստ են այսպես ամեն ինչ անել, որ իրենց գործիքը ծառայի հլու հնազանդ եւ ընտրություններին էլ իրենց աջակցությունը բերեն, ինչպես ասացիր, Մոլդովայի օրինակով, նաեւ Վենսի այցից հետո այսպես մանիպուլատիվ կեղծ սոցիոլոգիական հարցումներ էլ հրապարակեցին, թե իբր ԿՊ-ն 20%-ից ավելին ունի, բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ այդ հարցումները իրենք իրականում անցկացրել էին ԿՊ-ի պատվալում կամ այդ շրջիկ կրկեսի ԿՊ-ի ընտանիքի շրջանակներում կամ էլ այդ շրջիկ կրկեսի ուրախ ավտոբուսում Նիկոլն էլ ոգևորվել է, հա, այդ հարցումներից, ասում է հունիսի 7-ին հեղափոխություն 3 է լինելու, մեր նշածողը 65% է, այստեղ ես ուզում ասես, որ իշտայիդ քացախ։ Հիմա սպասվում է նաև Ալիևի եւ Էրդողանի աջակցությունը սցենարի, հա, որ պահեն Նիկոլի իշխանությունը եւ աջակցեն։ Բայց ես մի բան եմ նաև ուզում ասեմ, Դերենիկ, դու էլ դա նշեցիր, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է։ Ինչքան էլ եվրոպացիները իրեն շարիկովին ծափահարեն, ինչքան էլ այդպիսի կեղծ սոցիոլոգիական հարցումներ հրապարակեն, միևնույն է հունիսի 7-ին ժողովուրդը հնարավորություն ունի գնալ ընտրատեղամաս
դեմ քվեարկել այս իշխանություններին եւ փոշիացնել ցանկացած կեղծ այս հիբրիդային սոցիոլոգիան։ Սա էլ ասում են, չէ, հիբրիդային պատերազմ, հիբրիդային պատերազմ։ Սա էլ հիբրիդային սոցիոլոգիա է, երբ կրակում են թվերով իրականում։ Իմիջիայլոց իրենք որ շատ են խոսում հիբրիդային երևակայական պատերազմի մասին, ինչ որ երկրից թելադրված նկատի ունեն աչքով ունքով Ռուսաստան են անում, ասում են Ռուսաստանը հիբրիդային ընկել են հոգի խանգարումքի մեջ, ես խոսքի սկզբում ասեցի, չէ, ինչի մասին որ խոսում են, ուղիղ հակառակը հասկացեք, իրենք որ ուրիշին մեղադրում են հիբրիդային պատերազմ սկսելու մեջ, իրենք արդեն այդ հիբրիդային պատերազմը, որպես հիբրիդային պատերազմի գործիքներ Հայաստանում, բերել են Հայաստան։ Այսինքն սա էլ կարող են գումարել այն պատերազմների շարքին, որը Նիկոլ Փաշինյանի օրոք եղել է, Հայաստանի գլխին բերել են, եւս մեկ վերջի գնալուց առաջ ինքը այս վերջին հիբրիդային պատերազմն է բերում եվրոպացիներին հրավիրել այստեղ մոլդովական սցենարով իր կաշին փրկելու դա հիբրիդային միջամտություն է դա հիբրիդային պատերազմի օրինակ է փոչոփոչին հիբրիդային պատերազմն է այսպես է լինում մուրում է փողեր մուրում չէ փող տվեք բան անեմ չգիտեմ հիբրիդային պատերազմի այդ իրենք Գեբելսյան ստախոսությամբ են զբաղված այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու անվան տակ փողը բերում են հիբրիդային պատերազմ Հայաստանում սանձազերծելու համար այդ ֆեյքերի ֆաբրիկաները այդ տարատեսակ մանիպուլյացիաները տարատեսակ հարցումները չէ դրանք ինչի մասին են խոսում Այս հարցումները նաև ինչ նպատակ են հետապնդում, որպեսզի ժողովրդի ուղեղը նախ լվանան, խաբեն իրականությունը, որովհետև ճիշտ հակառակն է, եւ նախապատրաստեն առաջիկա այդ ընտրակեղծիքներին, հող են նախապատրաստում ընտրակեղծիքների համար, բայց ժողովրդի ակտիվ մասնակցությունը ես կրկնում եմ, փոշիացնելու է ցանկացած սոցիոլոգիական հարցում, որովհետև ԿՊ-ի հաղթանակը սրանք այս կեղծ սոցիոլոգիական հարցումներով նաև գուժում էին Երևանում եւ Գյումրիում, բայց մենք տեսանք թե ինչ եղավ։ Երևանում այս անասնագողության արդյունքում կուլիսային խարդավանքների արդյունքում զորով վերցրեցին իշխանությունը եւ Ավինյանին նստեցրեցին աթոռին, իսկ Գյումրիում հենց բարձր մասնակցության արդյունքում իրենք չկարողացան զավթել իշխանությունը։ Վաղարշապատում ինչ եղավ, ցավոք սրտի, Վաղարշապատի այդ ընդդիմադիր հիմնական զանգվածը պարզապես չգնաց ընտրատեղամաս։ Դրա համար էլ կարողացան իրենք արդյունք գրանցել։ Հետևաբար մեր ժողովրդին եւս մեկ անգամ մենք հորդորենք, որ անպայման ակտիվ լինեն հունիսի 7-ին գնան ընտրատեղամաս եւ կատարեն ճիշտ ընտրություն, որպեսզի փոշիացնեն ցանկացած ընտրակեղծիք, ցանկացած սափահարություն, ցանկացած աջակցություն դրսից։ Այո, ես մեկ նշում անեմ ու անցնենք Իրանի թեմային, որովհետեւ հիմա top թեման Իրանն է, փորձենք հասկանալ այնտեղ ինչ է կատարում, նաեւ հյուր ունենք կարելի ասել այդ ոլորտում էքսպերտ է Ելվոն Դպոզոյան, ինքը բավական հետաքրքիր վերլուծություն է ներկայացնելու քիչ հետո։ Իրենք Գյումրի 2 կոչվածից ընկնում են հոգի խանգարումքի մեջ, իրենց մայկաներն են ճղում, մազերն են պոկում զուտ են բանի համար, որ իրենք հասկանում են, որ Գյումրի 2 եղել է այն բանի պատճառով, որ գյումրեցիները հանգիստ խելոք հելել գնացել առանց զենցունքի առանց չգիտեմ շուխուր անելու գնացել են ընտրատեղամաս քվեարկել են ու ԿՊ-ն կանգնել է փաստի առաջ։ ԿՊ-ն հասկացել է, որ կորցրել է իշխանությունը։ Իրենք այդ ընտրություններից առաջ քաղաքապետի ասում էին մենք 55% Նիկոլ ոնց էր գորգորում 65% ենք խփելու, չէ՞։ Ասում են 50-55% խփելու ենք ու իրենք իրենց հաշվարկներում ճիշտ էին այդ ժամանակ։ Գիտես խի, որովհետև հաշվարկել էին, որ չեն գնան։ Հա 35000 մաքսիմում 40000 ընտրող կգնա ու մենք կունենանք մեր 50-ը եւ կասենք որ իշխանությունը հիմա էլ է հույսը դա որ ժողովուրդը հիասթափվի ասում են դե մեկի ամեն ինչ որոշված է մեկի իրենք են անցնելու լավ տարածում են այդ թեզերը որ ժողովուրդը հիասթափվի եւ չգնան բայց ես կարծում եմ ժողովուրդը գնալու է եւ իրենց ցույց է տալու 3 մատի կոմբինացիա իշխանության տեսանկյունից այնպես որ թող իրենք մտածեն թե որտեղ են հանգրվանելու որովհետեւ ես խիստ կասկածում եմ որ այն հարազներից հետո ինչ արել են իրենք ազգի եւ պետականության գլխին իրենք կարող են ապրել Հայաստանում Իմիջիայլոց Իրանից խոսեցինք, Իրանն էլ նաև ցույց տվեց, որ եթե ունես կամք եւ վճռականություն, ոչ մի արտաքին միջամտություն չի կարող խարխլել քո երկրի հիմքերը։ Եվ այո, հիմա զարգացումների կիզակետում շարունակում է մնալ Իրանը, Իրանի պատերազմը եւ բացի ավերածություններից, զոհերից նաև ազդեցություն է ունենում համաշխարհային շուկայի վրա, մասնավորապես ոսկու գների, նավթի գների, բայց այստեղ մի հետաքրքիր վերլուծություն կա, Տերենիկ
Ճիշտ է հայաստանյան շրջանակներում դա շատ չի քննարկվում, բայց միջազգային վերլուծաբանները շատ են այդ թեզը քննարկում Իրանի պատերազմը կապելով որքան էլ որ զարմանալի է Էփշտեյնի հայտնի գործի հետ։ Մեր դիտողներին հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից հայտնի ֆինանսիստ եւ սեռական շեղումներով, հանցագործ, լավ էսպես ասենք, սեռական հանցագործ Էփշտեյնի արխիվների հրապարակումից պարզ դարձավ, որ այդ գլոբալիստական էլիտան պարզապես այլասերված բարքեր ունի։ Այնտեղ նաև շրջանառվում են թե Դոնալդ Թրամփի անունը, թե Բիլ Քլինթոնի անունը, թե ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից, բազմաթիվ պաշտոնյաների անուններ, Բիլ Գեյթսն է ներողություն խնդրել Էփշտեյնի հետ կապեր ունենալու համար եւ այս փաստաթղթերը այնքան շատ են, որ Էփշտեյնը դրանք թաքցրել է 6 տարբեր թաքստոցներում ու դեռ կեսն է հրապարակվել, այսինքն այն մնացած կեսի մեջ էլ մենք չգիտենք ինչ կա, չգիտենք էլ օրինակ Նիկոլը, այնտեղ Նիկոլի անունը շրջանառվում է թե չէ, բայց հաշվի առնելով այս Նիկոլի այլասերված այդ սեռաշեղված գիրքը եւ իր պեդոֆիլական հակումները այդ գրքում արտացոլված շատ հնարավոր է որ իր անունն էլ կարող էր այնտեղ լինել։ Ամենայն դեպս իրենց կլիենտն է, էլի լավ սազում էր։ Գաղափարակից հնարավոր է, բայց չեմ կարծում որ իրեն տրնից ներս թողնեն, որովհետև այնտեղ նաև ազդեցություն ունեցող մարդկանց են էլի ներգրավել հետագայում կոմպրոմատներ բան անելու իրենց վրա ազդեցություններ ունենալու։ Իմիջիալս Էփշտեյնի այդ ֆայլերի մասին որ խոսում ենք, ժողովրդի մեծ մասը այտենց լավ պատկերավոր չի ընկալում, հա, ինչի մասին է խոսքը, համեմատականով ասենք Կալիգուլային երևի բոլորը գիտեն, հա, հռոմեական կայսր, ինքը Կալիգուլայի տիպի ինչ որ մի համակարգ էր ստեղծել, իմիջիալոս Տինտոպրասը Կալիգուլայի այդ ֆիլմը որ հանել է, ամբողջ նկարագրած է այն, ինչ Էփշտեյնը արել է այդ կղզում, բան ամերիկյան էլիտայի, ֆինանսական եւ քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչների ներգրավմամբ։ Եվ այդ որ նշում էի, հա, ես էլ եմ ծանոթացել այդ վերլուծությանը, նույնիսկ գրաֆիկներ էին հրապարակում, թե Էփշտեյնի այդ ֆայլերի հետ կապված ինֆորմացիոն հոսքերը ինչ աշճանի են հասել, արդեն պիկ էին խփում, ամեն երկրորդ արդեն Էփշտեյնի այդ գործներ, եւ հենց իրանական պատերազմը տեղի ունեցավ, շատ կտրուկ այդ խոսակցությունները, լրատվական հրապարակումները միանգամից ընկել են, հասել են շատ ցածր մակարդակի վրա, մոռացել են։ Երկու վարկած է շրջանառվում դերենիկ, որ սիոնիստական լոբին իրականում շանտաժի է ենթարկել, ճնշում է գործադրել Թրամփի վրա, որպիսի այդ Էփշտեյնի գործի շրջանակներում, որպիսի նա այսպես ոտքով գլխով մտնի այդ իրանական պատերազմի ավանտյուրայի մեջ, կամ էլ երկուստեք են որոշում կայացրել, որ այդ աղմուկը մի փոքր մեղմեն եւ հասարակության ուշադրությունը շեղեն Էփշտեյնի գործի այդ փաստաթղթերից, այդ սկանդալային, հա, փաստաթղթերից սկսեն իրանական պատերազմը։ Հիմա թե այս երկու վարկածներից որն է կամ ընդհանրապես այլ, հա, տարբերակա, դա հարցի այլ կողմն է, բայց փաստը մնում է փաստ, որ իրականում Իսրայելը գցել է Թրամփին, որովհետև Թրամփին համոզել էր, որ եթե դու օդից ճնշում գործադրես, հարձակվես Իրանի վրա, Իսրայելն էլ արդեն ցամաքից կներխուժի Իրան եւ շատ արագ այդ ցամաքային գործողություններով կտապալի Իրանի իշխանությանը, բայց այս ցամաքային գործողությունները դեռ չսկսված արդեն իրենք ցախողվեցին, որովհետև թե Իրաքի, թե Իրանի քրդերը պարզապես չմիացան այդ ավանտյուրային, ու հիմա իրենք այսպես աչքերը բաց, ձեռքերը պարզած նայում են Ադրբեջանին, իրենց հույսը Ադրբեջանն է ու արդեն պահանջում են փոխհատուցում է, որ այն Իսրայելն ասում են 44-օրյա պատերազմի ժամանակ հիշում ես, քեզ ոնց ես աջակցեցի, այ հիմա եկել է հատուցման ժամը կամ Արցախը քեզ այսպես սկուտեղի վրա նվիրեցինք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ ասում է Թրիփի անվան ներքո ես քեզ Զանգեզուրի միջանցք եմ մի ամբողջ նվիրել, դե հիմա արդեն քո գործողություններն անելու ժամանակն է։ Բայց դա Ադրբեջանն էլ այսպես ոտքը կախ է գցում, չեմ ու չում է անում, ժամանակ է ձգում, հերիք չի, մի բան էլ հումանիտար օգնություն ուղարկեց Իրանին։ Ալիևին այտենց հասարակ չնայենք, էլի, ինչքան էլ բան լինի, ինքը ասենք դիկտատոր ըսկոմենքում, բայց ինքը իր իշխանության եւ այդ իշխանության պայմանավորված իր պետական շահերին լավ էլ տիրություն է անում։ Ռազմավարական տեսանկյունից հայերը շատերը չեն հասկանում, ասում են մեկ սպառնում էին իրար, չէ՞։
բան էին անում արդեն 5 պակաս էր Իրան-ադրբեջանական պատերազմից, մեկ էլ Ալիևը գնում է այնտեղ գրառում է անում ցավակցական դեսպանատանի միջալից Նիկոլ Փաշինյանի միջև հիմա չայցելեց իրանական դեսպանատուն, ցավակցական գրառում չարեց Խամենեիի մահվան հետ կապված, նաև 165 ամեղ երեխաների սպանության հետ կապված, բայց Ալիևը դա անում է, հետո էլի կրկին սպառնում են իրար, հետո հումանիտար օգնություն է ուղարկում, այսինքն շատերը այստեղ չեն, բայց դա մեծ քաղաքականություն է։ Հենց այդպես պետք է վարվել, այդպես պետք է պաշտպանել սեփական շահերը, դա տեղի ունեցավ ինչից հետո, երբ Իրանը հասկացրեց, որ գլուխը ջարդելու են կոպիտ ասած։ Իմիջիայլոց այնտեղ խոսակցություն գնաց, որ մինչև հիմա ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, որ Բաքու-Ջեյան նավթամուղին է խփել Վրաստանի տարածքում, դրանից հետո Ալիևը շատ ավելի խելոքացավ, իսկ գիտենք, որ Բաքու-Ջեյանով Իսրայելը ստանում է 30-ից 40% նավթի սպառման այդ ծավալից, այսինքն ստրատեգիական նշանակություն ունի այդ խողովակաշարը։ Մի խոսքով, այսինքն Իրանում ստեղծված այս վիճակը, տեսեք, այդ Էփշտեյնի գործով եթե պայմանավորվենք, մի քանի այլասերված, սեռաշեղված, մի քանի 100 սեռաշեղված բան են անում, զվարճանում են, հետո դրա համար պատասխան են տալիս հազարավոր մարդիկ, հազարավոր անմեղ մարդիկ, թե նյութական, թե մարդկային կորուստների տեսքով, թե նաև ֆինանսական կորուստների տեսքով, որովհետև մենք գիտենք, որ Հորմուզի նեղուցի կիսափակ լինելու պատճառով հսկայական կորուստներ է կրում համաշխարհային շուկան, համաշխարհային տնտեսությունը, իմիջիայլոց այդ նավթի նշանակությունը շատերը թերագնահատում են, որովհետև պատկերացնում են, որ նավթից ստանում են ինչ, բենզին, դիզել, կերոսին եւ այլն, բայց նավթից ընդհանրապես ստանում են 5000-ից 6000 տեսակ ապրանք, դեղերից սկսած, վերջացրած պլաստմասներով, վերջացրած, ասենք, կանանց սիրելի կոսմետիկայով, շատ ապրանքատեսականիներ, այսինքն այս Հորմուզի նեղուցի կիսափակ լինել, ինչի կիսափակ, ասում են իրանցիները հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում, Հնդկաստան եւ Չինաստան գնացող տանկերների համար խոչընդոտ չեն ստեղծում, այ հակառակը գնացողների համար խոչընդոտներ ստեղծում են, էլի։ Այնպես որ այս Հորմուզի նեղուցը, որը կարծեմ 30%-ի չափ այդ առևտրաշրջանառությունն է տեղի ունենում, այդ տեղով անցնում է, շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն, ասենք, այն երկրների տնտեսության վրա, ինչի մասին մենք խոսում ենք, այլ ամբողջ աշխարհի տնտեսության վրա, եւ շատ հնարավոր է, որ այս ավանտյուրան Իրանի դեմ կազմակերպված շատ մեծ հետևանքներ ունենա եվրոպացիների համար, արևմուտքի համար պատահական չէ, որ եվրոպացիները հիմա լացում են, օրինակ ֆոն դեր Լայնը, Ալիևի սիրելի ֆոն դեր Լայնը կամ հակառակը, էլի, ասում էր, որ ռազմավարական սխալ է տեղի ունեցել մեր կողմից, երբ մենք հրաժարվել ենք ատոմային էներգիայից, որովհետև հասել ենք մի փուլում, որ մենք կանգնած ենք տնտեսական ճգնաժամի վրա, իսկ Գերմանիան, օրինակ, ասենք, իր ատոմակայանները Մերկելի ժամանակ հատկապես հերթով մեկը մեկի հետևից սկսեց փակել։ Հիմա կանգնել են, ասում են, դե ռուսներից իբր գազ չենք ուզում վերցնել, իբր ինչ-որ սկզբունքայնություն են ցուցաբերում, այնտեղ Հորմուզի նեղուցը փակ եւ կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Այդ նույն եվրոպացիները, որոնք իրենց գլխի ճարը չեն կարողանում տեսնել, ասում ինչ-որ մի հատ Փաշինյան Նիկոլի կաշի պետք է փրկեն հունիսի 2-ին։ 7-ին։ Առաջ մի բեր։ Հա։ Ինչքան շուտ այդքան լավ է։ Դե հա, ինչքան շուտ սրանց հարցերը լուծենք, օր առաջ, համաձայն եմ։ Այս իմիջիայլոց դրանիկ Էփշտեյնի փաստաթղթերի գաղտնազերծման հետ կապված շատերը սկսել են հիշել 1999 թվականին դեռ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի նկարահանած լայն փակված աչքերով ֆիլմը, չգիտեմ, տեսել ես թե չէ, Թոմ Կրուզի եւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ, տեսել մեր իմացած Նիկոլի չի էլի, սա ուրիշ լավ Նիկոլա, սիրուն Նիկոլա։ Ու ինչ են ասում, հա, այս ֆիլմի դիտելիությունն էլ այս վերջին շրջանում այդ փաստաթղթերի գաղտնազերծումից հետո բավականին բարձրացել է, ու մարդիկ ասում են սա կամ առնվազն մարգարեություններ, կամ դեռ այն ժամանակվանից էր ինքը փորձում ինչ-որ կերպ հուշել, բացահայտել այդ բարձրաշխարհիկ այդ էլիտայի շրջանում արկա այդ արատավոր բարքերը, որովհետև այնտեղ ներկայացված են այդ
օրգյանները, անկանոն սեռական հարաբերությունները, այլանդակությունները, մի խոսքով, հա, դիմակներով, հա, փակված աչքերով եւ այլն, եթե չեն դիտել, կարող են դիտել, իրականում հետաքրքիր ֆիլմ է, ու կրակի մեջ նաև յուղ է լցնում այդ ֆիլմի նկարահանումներին մասնակիցներից մեկի հայտարարությունը, Թրամփը չի մասնակցել, որ չէ, ինչ որ ռեժիսորի օգնականի ուսանողն է եղել, բայց ամեն դեպքում լայն արձագանք է ստացել իր հայտարարությունը, ասում է, որ իրականում ֆիլմի սցենարի կորիզը հիմքը եղել է պեդոֆիլիայի ցանցի բացահայտումը եւ այդ կադրերը, բայց վերջում Warner Brothers-ը ստիպել է, որպեսզի հեռացնեն այդ կադրերը ու ֆիլմից 25 րոպե հեռացվել է։ Իսկ այս կոնսպիրոլոգիական այդ տեսությունների սիրահարներն էլ նաեւ դա էլ են հիշատակում շեշտում, որ ֆիլմի վերջնական սցենարի հաստատումից եւ պատրաստ լինելուց ընդամենը մի քանի օր անց Սթենլի Կուբրիկը սրտի կաթվածից մահանում է։ Իմիջիայլոց ասեցի նոր հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանը նման այն աղջիկ վախտերը, որ լրագրող, շանտաժիստ լրագրող էր աշխատում է, մի հատ հոդված ունի գրած, հենց այդ թեմայով։ Հա։ Այո։ Շատերը չգիտեն, կարծեմ KGB-ն պետք է փլուզվի այդ վերնագրով, ինչ որ մի հատ հոդվածը, որտեղ նկարագրում է հենց այդ սեռական օրգյանները էլիտաների ներգրավվածությամբ եւ հայաստանյան իշխանության շրջանակներում դե այն ժամանակ իբր էլի, բայց ընդհանուր էր նկարագրում ու նկարագրում էր թե հատուկ ծառայությունները հենց դրա հիմքով էլ մարդկանց սկսում են վերբովկա անել, ասենք պետական շահերի դեմ օգտագործել եւ այլն եւ այլն։ Հիմա հետաքրքիր է էլի Նիկոլ Փաշինյանը այդ ինչի վրա հիմնվելով ա գրել էլի կարող է ինչ որ մոմա բռնել, ինչ որ հետաքրքիր զարգացումներ կարող է տեղի ունենալ էլի մարդես կարող է ասենք ծածկանուններով կամ չգիտեմ թաքնվելով փորձել է ներկայացնել սենսացիոն մի բան, որը ըստ էության հիմա նաև ինքն է այդ ամեն ինչի մեջ մեղադրվում, չէ՞։ Այսինքն որ շատ բաներում իր իշխանության վրա հենց ազդեցությունը նման աղբյուրներ ունի, էլի, չգիտեմ, կարողացա ճիշտ բացատրել, այսինքն շատերին բռնցնում են հենց նման բաների վրա եւ դարձնում են կոմպրոմատներ, գործականներ եւ այլն։ Իմիջիայլոց մի հատ կապույտ մազերով աղջիկ կար, որին ուղարկել էին Ղարաբաղ պատերազմից առաջ, չգիտեմ, հիշում եք թե չէ։ Հետո շատ խոսակցություններ եղավ այն մասին, որ հենց գնացել էր այնտեղ նման բաներով զբաղվելու զինվորականության նկատմամբ կոմպրոմատներ հավաքելու, քաղաքական իշխանության նկատմամբ կոմպրոմատներ հավաքելու ու դա արվել է եւ իբր դա, ասենք, համապատասխան։ Բայց հիշում եք սորոսական շրջանակներին աղմուկ էին բարձրացրել, որ հարայ հասեք ճնշում են եւ այնտեղից որ պահանջում էին դուրս արեք սրան, դուրս արեք նրան, իրենք ասեցին ճնշում են, էս են անում, բայց այդ աղջիկը կորավ գնաց, չէ՞, ինչքան։ Հա, չկա հիմա։ Հանրային դաշտում չի երևում։ Բայց կարող օրինակ հանգիստ падգամավոր դառներ կամ պաշտոն ստանար։ Հա, ինչով է վատ որ այնտեղ Ինչի պաշտոն, օրինակ ինչի գցեցին այդ աղջկան պաշտոն չտվեցին։ Մեկ Չալոշյանը գցեցին, մեկ էլ այդ աղջկան գցեցին։ Չալոն երևի ամենալավ դիրքերում է այս պարագայում, բայց դա մոտեցում է, այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հասկանա, որ մեծ քաղաքականության մեջ այդ կապույտ մազերով կապույտ մազերով աղջկա նման ինքն էլ է գցվելու, էլի, օրը կա բարին հետը։ Հա, բայց միջև գցվելը ինչ է անում հիմա Տերենիկ, ուտում է։ Նիկոլը շարունակում է ուտել, արդեն բանը զարգացել է, միջազգային ասպարեզա դուրս եկել, հիմա էլ արդեն Փարիզում էր նստած, այսպես լոզերը թափելով խնձոր էր ուտում, հերիք չստեղի տեսարանների, հիմա էլ արդեն ընդեղ է մեզ խայտարականում, բայց ես մի բան նշեմ, որ սա դեռ իհարկե 2018-ից առաջ էին ուտում, կհիշես են խոս խանձելը եւ այլն բան այդ կադրերը հիշում ես տեսարանները, բայց 2018-ին ինչ եկան իշխանության, առաջին գործը իրենք ինչ էին անում, ուտում էին։ Ամբողջ օրը կամերայի առաջ իրենք ուտում էին։ Ու դեռ 2018 թվականից 7-րդ վերլուծական կայքը խոսում ենք այդ մասին, անդադ ասում ենք, որ մենք տեսանյութեր էինք հրապարակում դեռ 2018 թվականից, այդ կադրերը հրապարակում էին, հիմա ավելացել են նաեւ այս բաները, հա, նոր ուտելու կադրերը։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք վերհիշենք այդ կադրերը եւ դրանից հետո արդեն Իրանի թեման եւ թե օրինակ իրանական պատերազմը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա եւ ընդհանրապես Հայաստանը ինչ դիրքորոշում պետք է դրսեւորի, կխոսենք արդեն մեր հյուրի հետ։ Կատարած հուշեր, սխտորը շնչում, բողքն արտաշնչում, զինգը հառաչում, մասան բարաչում ու բերին, ամենաջիշտ
ճաշ թրթվեց լավաշ հայկական Իջևանի խոզա։ Սկաց, շանդիր։ Ահա։ Էստո։ Ես էլ զգամ մեղրա։ Ես այս ուտենք հատուկ դեսերտ։ Մուրաբա, է։ Ահա, Գազարի մուրաբա։ Իմբիրով։ Առաջ անգամ։ Ռեժան։ Քանը դրացին։ Նորամուտ բուլկի է։ Չամիչա բուլկի է դա։ Այս բուլկի Ացան կավարության տոխտախոշի ոնց են Այս կական տնական լավաշ Տնական պանիր, տնական բոխիով։ Ես մեղավորեմ, որ գագաթաժողովում խնձորը առանց կտրել են։ Ներողություն Հիմա արդեն շարունակենք, միշտ շարունակենք մեր զրույցը հյուրի հետ։ Ես նշեմ, որ լայքեք, սրտիկեք, Արեգնազին լայքեք, Դերենիկին հավանեք, ասենք 100 լայք, կարակ, չեք կարա։ Մի խոսքով բաժանորդագրվեք, կիսվեք, մեկնաբանություն գրեք, ձեր տեսակետները ներկայացրեք, մեզ հետաքրքիր է։ Մի խոսքով, այդ ամբողջ կոմպլեկտը թե Facebook-ում, թե YouTube-ում, թե TikTok-ում էլ չգիտեմ Instagram-ում, չէ, ոնց որ էլ ուրիշ տեղ չունենք, չէ։ Այդքանն ենք հասցրել։ Եվ հիմա ներկայացնենք մեր հյուրին, քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվան Բոզայանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ ինչպես նշեցինք, այսօր զրուցել ենք Իրանից, ոչ թե կուկուռուզ ուտելուց։ Եվ առաջին հարցը, պարոն Բոզայան, ինչն է հետաքրքիր։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները այս պատերազմի հետ կապված կարծես հեղեղուկ են։ Ամեն օր մի բան ասում են, թե որն է լինելու հաղթանակ։ Մեկ ասենք ատոմային ծրագրի ոչնչացումը, մեկ հրթիռների, մեկ իսլամական հեղափոխության տապալումը, մենք չենք հասկանում, հա։ Ինչը պետք է համարվի հաղթանակ Միացյալ Նահանգների Իսրայելի համար եւ հակառակը, ինչը կհամարվի հաղթանակ Իրանի նկատմամբ։ Եվ կարող ենք արդեն ասել, որ իրականում իրենց պլանները տապալվել են։ Ինչպես որ դուք չեք հասկանում, տենց էլ ամերիկյան փորձագետների ճաշող մեծամասնում չեն հասկանում ընդհանրապես թե ինչ էր կատարվում, որտեղ եթե դու հիշում եք, մինչև պատերազմը բանակցություններ էր գնում Վիտկով, Արաքչի ֆորմատով եւ բանակցությունները անսպասելու, ընդ որում բանակցությունների ժամանակ էլ Իսրայելը 4 պայման դրեց, չէ՞, հիշում եք այդ բանը, որ ատոմային միջուկային այդ ծրագրի փակումը, հրթիռային համակարգերի վերացումը եւ մի շարք տենց խնդիրներ, չէ՞, 4 պայման։ Եվ բոլորը միաբերան նշում էին, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գերնպատակը պետք է լինի ռեժիմը փոխելու։ Ինչ էին տենց ասում, որովհետեւ բոլորը նշում էին, որ փաստացի, քանի որ Մադուրոին շատ հեշտ առևանգեցին եւ մարսվեց այդ ամեն ինչը աշխարհով մեկ, եւ երկրորդը այս տարվա հունվարի ցույցերը Իրանում բավականին մեծ արձագանք եղավ, իսկ անցյալ տարի ընտրությունների ժամանակ, երբ որ հաղթեց Փեզիշկյանը եւ կալվեց, որ հասարակությունը պատրաստ է փոփոխությունների, եւ տեսակետ կար, որ էսի վերջի շանսն է, որ Իրանում ռեժիմը փոխեն։ Եվ Իսրայելը միշտ ասում էր, որ ես միշտ համոզում եի ամերիկացիներին, որ գնային վճռական քայլի, ամերիկացիները չէին գնում եւ վերջապես եկել է մի հատ մարդ Տրամպը, որը մեր ժողովրդի բարեկամն է եւ իր ունի քաղաքական կամք դա կյանքի կոչելու։ Եվ իրանք պատրաստ էին, բայց պարզվեց, որ մինչեւ պատերազմը Միացյալ Նահանգների 18 հետախուզական կառույցները, տեսեք, օրինակ մեր մոտ կա ԱԱԾ եւ այդ արտաքին հետախուզությունը, չէ, երկու կառույց ունենք, չէ։ Ռուսաստանում կա ԳՌՈ-ին, ՖՍԲ-ն եւ արտաքին հետախուզ 3 կառույց կա, չէ։ Միացյալ Նահանգներում կան 18 հետախուզական կառույցներ, այդ թվում նաեւ ՑԵՌ-ում մեջ է, որոնք բոլորն ասել են, որ որոնք բոլորը անալիզներ են անում եւ այդ 18 ամենը իր անալիզն է անում եւ բերում են ներկայացնում են
միասնական կոմպրոմիսի եւ որպեսի նախագահան պատկերացնում թե ինչ հետախուզական վիճակ կա եւ բարձրացվեց որ բոլոր 18 հետախուզական կառույցները միաբերան ասում են որ Իրանում հնարավոր չի ռեժիմ փոխել որտեղ Իրանի ռեժիմը շատ ավելի խորքային արմատներ ունի եւ այնտեղ հնարավոր է վերափոխել բայց փոխել հնարավոր չի եւ պատերազմը կործանարար հետևանք կլինի ոչ միայն Իսրայելի, նաև Միացյալ Նահանգների եւ աշխարհի համար։ Այդ դեպքում ինչի գնաց այդ։ Բոլորը հիմա զարմացած են, տեսեք, ուրեմն մինչև փետրվարի 18-ը այդ բանը զեկույցը եղել, հիմա արդեն քանի որ պատերազմի գործողության մեջ է, որպեսզի այդ կառույցները չվարկաբեկվեն իրենց պետության իրենց ժողովրդի առաջ, իրանք արտահոս կարեցին։ Washington Post-ի, New York Times-ի եւ բան այդ journal-ի միջոցով, որպեսզի իրանք ցույց տան, որ մենք ասել ենք, որ դա սխալ է, հեսա փաստացի գցում են Տրամպի վրա։ Հիմա Տրամպի շրջապատներ գցում է Իսրայելի վրա, ասում է թե Իսրայելը համոզված էր, որ այնտեղ ունեին հնարավորություններ, որպեսզի բանը ցամաքային օպերացիաներ, որտեղ կա քաղաքական բանը, դասական ռազմական, այսպես ասած, բան, եթե դու ուզում ես գրավես մի երկիրը, սկզբից պետք է ռմբակոծես երկիրը, հետո ցամաքային օպերացիա անես։ Եթե դու ցամաքային օպերացիա չես անում, դու չես կարող գրավես երկիրը։ Մեր ռմբակոծությունները հնարավոր չի։ Եվ քանի որ դա հնարավոր չի, Իսրայելը խոսք էր տվել Տրամպին, որ ադրբեջանցիները, բելուժները եւ քրդերը պատրաստ են ոտի կանգնելու, այդ թվում նաեւ պարսիկների մի մասը, որոնք պաշտպանում են շահին։ Այսինքն Իսրայելը ասում էր մենք ունենք պլան A, պլան B Պլան A-ն այնա որ մենք փորձենք աշխատացնենք շահի պարսիկների մեջ դժգոհությունը, պլան B-ն, եթե դա չաշխատի, ուրեմն ազգային փոքրամասնություններին կաշխատացնենք։ Հիմա այսինքն ոչ նա եղավ, ոչ նա եղավ։ Մտածեք, կատարվել է շատ հետաքրքիր իրավիճակ։ Պարզվել է, որ Իսրայելը, որ տասնյակ տարիներ լրջորեն ֆինանսավորել է, զենք համատակարել Իրաքի Քրդստանին եւ Ադրբեջանին, որպեսզի իրանք պատրաստվեն X ժամանակին, որ X պահին, երբ որ իրանք պետք լինի, իրանք օգնեն Իսրայելին այդ գործում, պարզվել է, որ փաստացի այդ երկրները ստանալով այդ հնարավորությունները Իսրայելից, իրանք փաստացի մեն ստացել են, ոչ բան չեն արել, այսինքն ուղղակի իմիտացիոն process են արել, որ իրանք պատրաստ են այդ ամեն ինչը, խաբել են անընդհատ, գցել են կոպիտ ասած, հա։ Ինչ են գցել, որովհետև իրանք էլ ուռճացրել են, որ Իրանում պարսիկների քանակը քիչ է, որ 10 միլիոն քուրդ կա, 30 միլիոն ադրբեջանցի կա, տենց բաներ են տարածել։ Հիմա պարզվում է այդ 18 հետախուզական կառույցները ներկայացրել են, որ պարոն Տրամփ այդ երկրում ապրում է մոտավորապես 7 միլիոն քուրդ, մոտավորապես 12 միլիոն ադրբեջանցի, մոտավորապես 4 միլիոն այլ թուրքալեզու ժողովուրդ եւ մոտավորապես 2-ից 3 միլիոն բելուջ։ Բայց 92 միլիոնի մեջ պատկերացնում եք թե ինչպես կայական թիվը, դա մեծ թիվ չի, ավելին կարամ ասեմ, որ ադրբեջանցիները ընդհանրապես սեպարատիստական հակումներ չկան։ Ես դրա համար եմ զարմանում, պարոն Բոզյան, որովհետև անընդհատ մեզ ադրբեջանցիներին ներկայացնում են որպես սեպարատիստներ, մի 15 բան։ Հիմա ասեմ նախական ադրբեջանցիները 12 միլիոն, տեսեք, ուրեմն ամերիկյան հետախուզական տարածություն բանն եմ ասում, 12 միլիոն ադրբեջանցիները ամենատաղանդավոր ժողովուրդն են Իրանի, որովհետև պատմականորեն իրանք 400 տարի իրանք են իշխել երկիրը։ Կայսրական մտածողություն, այո, իրանք կայսրական մտածողություն։ Իրանք ուրեմն բիզնեսի կեսը ադրբեջանցի է Իրանի, պետական վերնախավի կեսը ադրբեջանցի է, իսկ կրոնական վերնախավի կեսից ավելն է ադրբեջանցի։ Այսինքն այդ երկիրը իրանք համարում են, որ իրանք մրցում են պարսիկների, թե ով է Իրանը ղեկավարելու։ Իրանք մոտ մտածողություն չկա, որ իրանք մի հատ փոքր ադրբեջան սկսեն ղեկավարել։ Իրանք ասում են փոքր է, դա մենք հսկայական 1.7 միլիոնանոց տարածքի երկիրը մերն է, ինչի մենք պետք է փոքր մի հատ բան անենք։ Իսկ ես ադրբեջաններն համարում են բան, այսպես ասած, ժամանակավոր բան, որ պետք է վաղ մյուսօրյան գրավեն։ Այսինքն իրանք մտածողությունը այդպեսին է։ Բայց Կովկասի թաթարները ինչ կապ ունեն այդ ադրբեջանցիները էթնիկ առումով կարծում Չէ, տարբերությունը սենց ասեմ, տարբեր ծագման իմաստով մոտավորապես շատ նման են իրար հետ, բայց ինքնության, պատկերակրոնական դաստիարակության բանի մեջ ֆունդամենտալ տարբերություն են, որտեղ այն ադրբեջանցիները, որ ռուսական կայսրության մեջ են, իրանք աշխարհիկ դաստիարակություն են ստացել, այստեղ կրոնական դաստիարակ։ Ավելին կարամ ասեմ, Իրանը իր կրոնական շիիզմով է հաստատել որպես պետություն։ Դրա համար այդ շիիզմը իրանց մեջ ավելի խորն է մտած, ի տարբերություն բանը Կովկասի ադրբեջանցիների, որոնք աշխարհիկ մոդելով են զարգացել եւ ավելի շուտ իրանք ասոցիացիան իրանց Թուրքիայի թուրքերի հետ եւ օսմանցիների հետ։ Եվ այդ իմաստով չնայած այսօրվա բանը Ադրբեջանի Հանրապետության 60%-ից ավելը շիաներ են, բայց իրանց ազգային ինքնագիտակցության մեջ իրանք ավելի շատ մոտ են իրենց Թուրքիային համարում, քան Իրանին։ Սա փաստ է։ Այսինքն ասել, որ այնտեղ կա սեպարատիստական պոտենցիալ, այս բան գոյություն չունի։ Տեսեք,
ինչ արեց Բարզանին։ Բարզանին հայտարարեց, որ Քրդերի ես առաջնորդ Իրաքի Քրդաստանն էլ բաժանված է երկու մասի, երկու կլանի, Բարզանի եւ Թալաբանի։ Բարզանին պաշտոնապես համարվում է իսրայելամետ եւ թուրքամետ, Թալաբանին համարվում է իրանամետ։ Սենց ասեմ։ Հիմա իրանք հույսը դրել էին, որ Բարզանին պետք է աջակցի Իրանի քրդերի վրա, բայց Իրանի հատուկ ծառայություններն ամեն ինչ արել էին, որ Թալաբանի հետ լավ հարաբերություններով Թալաբանի դերը մեծ պահեին Իրանի քրդերի մոտ։ Հիմա փաստորեն Բարզանին էլ ասում մենք չենք մտնի այդ պատերազմի մեջ։ Թալաբանի թիմը առավելևս ասում մենք չենք մտնի։ Արդյունքում փաստացի ստացվում է, որ քրդերը որևէ պարագայում չեն մտնի։ Հիմնավորում են հետևյալ բանը, որ եթե մենք մտնենք, մենք մադրադրամի դեմ կկատարենք, այնտեղ չկա Նիկոլ Փաշինյան քրդական, որ ասի ես հանուն համաշխարհային դեմոկրատիայի պատրաստ եմ իմ ժողովուրդը զոհաբերեմ, հա։ Եվ այդ իմաստով քրդերը մերժեցին։ Իրականում իր իշխանությունը պահելու, ոչ թե համաշխարհային դեմոկրատիայի, հասկանալի է, հավատարաչել համաշխարհային սոցիալիզմի, համաշխարհային կոմունիզմի համար էլ Աթարբեկովներն էին, ասենք նույն բաները անում, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, փաստացի Իսրայելը խապտվեց, որ այդ քրդերը ոչ մի բան չեն անում, իսկ Ադրբեջանը փաստացի մերժում է ակտիվ մտնել, որտեղ ինքը հասկանում է, որ մտնելու հիմք չկա այնտեղ, ինքը չունի աջակցություն Իրանում, հա։ Թեև մինչև այդ Ադրբեջանում ֆորումներ էին կազմել, աշխարհի բոլոր հրադերին հավաքում էին, բան էին անում, հրական ինչ-որ մեծ ֆորումներ էին անում, այնտեղ անընդհատ իրանց ռոպագանդա, որ նայես պրո-իսրայելական ռոպագանդա է։ Ծխածապույտը ստեղծել էին, բայց հենց որ իրավիճակը եղավ, նույնիսկ ինչ կատարվեց Նախճիվանի վրա հարձակում, մեկը եկեղ բանը, մեկը аэроպորտի վրա, մյուսը դպրոցի վրա, եւ բարեբախտաբար դպրոցում երեխա չկար որ զոհվեր։ Ու նաեւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու շրջանակներում են Կարակնկալիք, որ այդ դպրոցին եթե հանգարց երեխաներ զոհվեին, կլներ կազուս բելի եւ Ալիևին կստիպեն, որ պատրաստ սադրանք էր, պարոն Բոժան։ Ես միանշանակ եմ համարում սադրանք էր։ Ու կատարվեց հետեւյալը, փաստացի կազուս բելին որ չեղավ, հիմա Ալիևին ասում են, բայց մենք այսքան ցես աջակցել են, Ղարաբաղ ենք տվել քեզ, բան ենք արել, տրիպ ենք տվել, հիմա դու ոչինչ չես տալիս, նա սկսեց իմիտացիա անել, սկսեց հոխորտալ Իրանի դեմ եւ այլն, այդ հոխորտալուց հետո բանը քսիրը մի հատ հայտարարություն արեց, որ եթե դու շարունակես հոխորտած, միանգամից դեմ բանը դունչիտ կստանաս, միանգամից ինքը ցավակցեց արդեն երեխաների հետ բանը սահմանը փակել էր, միանգամից սահմանը բացեց, ցավակցությունից հետո մի հատ հիմա արդեն պաշտոնապես հումանիտար օգնություն է տալիս, իսկ սա ինչա ցույց տալիս, է ցույց տալիս, որ փաստացի միջազգային հարաբերությունների մեջ էլ ավանտյուրիստները երբեմն կարող են հասնել իրենց նպատակ։ Տեսեք, Նյայտանահունի վրա 3 հատ քրեական գործ կա։ Այդ մարդը ասում է, եթե խաղաղ պայմաններ կարող դատեն։ Նույնիսկ կաշվի փրկության իր կաշվի փրկության մասնամտած։ Տեսեք, ինքը իր կաշվի, Զելենսկին իր կաշվի, Նիկոլ Փաշինյանը իր կաշվի, ամենը իր կաշվի։ Բայց չէ դաժանապան, բոզան իրանք իրենց կաշվի մասին մտածում են, հազարները զոհվում են։ Խեղճ չէ ժողովուրդը Իսրայելի, ողբերգական վիճակի մեջ է, ինքը պատանդի կարգավիճակի մեջ է, Երուսաղեմ, հիմա տեսեք, մի հատ տարբերություն կա, միանշանակ, տեսեք, իրանք փաստորեն իր ժողովրդին ծանր վիճակի մեջ է գցել փաստացի։ Ոչ միայն իր ժողովուրդը։ Հիմա տեսեք, Իրանը շատ ծանր վիճակի մեջ հայտնվեց, չէ։ Հիմա տեսեք, Տրամպը այդպես խնդրեմ չուներ, Տրամպը կարար չմտներ այդ ամեն։ Տրամպին փաստորեն ներկայացրեցին, խաբեցին, գցեցին, հիմա ինքը հայտնվել է կոպիտ ասած Նյատանյահուի կարգավիճակի մեջ, ինքը փաստացի իր երկրին ներքաշել է մի process-ի մեջ, որից չի կարողանում դուրս գալ։ Հիմա ինքը որ չի կարողանում չանում, ինքը փորձում է միջնորդական առաքելությունով ինչ որ գտնի, որպեսզի իրանցիներ Պուտինն ազանգում ասում է, պարոն Պուտին ասում է, եկեք դուք ինչ որ միջնորդի դեր կատարեք ինչ որ ձերքը ո՞տ անգել, որտեվ տեսեք, ընդամենը 5-6 օրվա ընթացքում 11 միլիարդ դոլար փող են ծախսել, իրանք ասում են, որ եթե 100 օր տևի 250-ից 300 միլիարդ դոլար փող է ծախսվելու, իրանց բյուջեն ընդհանուր 1 տրիլիոնի կարգի է, բայց իրանց պաշտպանության բյուջեն, բայց իրանց պարտքերը որ վերցնում են, իսկ իրանց բյուջեի 25%-ը պարտքերի հաշվին է, այսինքն իրանց երկիրը կպայթի այդ բանը։ Լավ է դեպքում հանգուցալուծումը ո՞ր է, անկեղծ ասեմ, հանգուցալուծումը փակուղի փոխվելը պլանը։ Ինչ արեց Իրանը։ Իրանը ինքը փաստորեն շատ հետաքրքիր քայլի դիմեց, որը փոխելու ամբողջ համաշխարհային ճարտարապետությունը, անվտանգային։ Ինքը
հաշվառնելով են նախքին փորձեն 12 օրվա պատերազմի, որ հունիսին եղավ անցյալ տարի, ինքը սկսեց թիրախավորել ոչ միայն ամերիկյան օբյեկտներին, այլ ծոցի այն երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմակայաններ։ Ընդ որում ինքը թիրախավորում էր նաև քաղաքացիական եւ ռազմավարական օբյեկտները, որի արդյունքում շատ հետաքրքիր բան կատարվեց, որը մինչև հիմա ոչ մեկ չէր նկատել։ Ուրեմն Դուբայը համարվում էր իբր անվտանգ երկիր, այո, միայն Դուբայ չէ, Բահրեյնը, Քաթարը, Քաթարի բանը հսկայական Քաթարի մարդկանց կենսամակարդակը այսօրվա դրությամբ եվրոպականից բարձր է։ Եվրոպականից ոչ բարձր, 2-3 անգամ է բարձր։ Հայաստանից 10 անգամից ավել է, իրաց մոտ 100,000-ի է, մեր մոտ 9,000 է, տարբերությունն եմ ասում, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, Բահրեյնը, Քաթարը, բացի Օմանից, բանը Սաուդյան Արաբիան, Էմիրատները, բան բոլորը, ցես մի հատ խաղի կանոն էին դրսևորում։ Մենք ծաղկում բարգավաճում ենք, մեր անվտանգությունը outsource-ի ենք տալիս Միացյալ Նահանգներին, այսինքն մենք մեր անվտանգությունը հանձնում ենք, արենդայով հանձնում ենք Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները անվտանգային հովանոցը ապահովում մեր համար, մենք իր համար վճարում ենք դրա համար։ Մենք վճարում ենք մեր անվտանգության համար, մենք ոչ թե բանակ ենք ստեղծում, այլ բանակի համար վճարում ենք ամերիկացիներին ապահովում են թովանոցը։ Հիմա ինչ կատարվել է հետևյալը, պարզվել է, որ այս իրանցիները ռմբակոծում են, ինչ են ռմբակոծում, որ ցույց տան, որ թովանոցը չկա, ամերիկացիները դες խաբել են։ Ստեղ էլ ամերիկացիներն են խաբել արաբներին։ Հիմա արաբները ասում են ոնց, բայց մենք իսկան 10 միլիարդավոր փող ենք տվել Ամերիկա ձեզ։ Ու դուք փաստացի դուք անվտանգ մենակ ձեր ռազմականների ապրանքությունն եք։ Այսինքն այդ երկրների օդը բաց է։ Օդը բաց է։ Պարզվել է, որ իրանք չունեն, ամերիկացիները չեն ապահովում։ Պարզվել է, որ իրանք թղթով ունեին, բայց բովանդակությամբ չկար այդպիսի հովանոց։ Այսինքն հոպ աշխատում է միայն ամերիկյան։ Միայն ամերիկյան ռազմականները, միայն եւ միայն, այսինքն փաստացի այդ երկրները շոկի մեջ են, որի արդյունքում այդից ամբողջ բիզնեսները փախնում են հիմա։ Էմիրատները, որ 21-րդ դարի Շվեյցարիա են դարձել, փլվել է այդ գաղափարը։ Բանը արաբական այդ բանը միլիարդատերներն ու շեյխերը հիմա շոկի մեջ հայտարարում են, լավ, մենք ինչ ենք անելու։ Իմիջիայլոց հրապարակային դժգոհում են։ Հրապարակային, ավելին, Իրանը ասում է այն երկրները տարածաշրջանի, որտեղ մտնում է նաև Հայաստանն, Ադրբեջանը, ովքեր կունենան ովքեր փորձ կանեն ամերիկյան հովանոց սարքեն անվտանգային, ոչ միայն դա չի աշխատի, այդ դառնալու է մեր համար թիրախ։ Հասկանում եք ինչա նշանակում։ Մի ֆրանսիական ֆիլմ կա, հիշում եք, խոցում հովանոցով, հիմա իրակի օպերացիան իրականացրեցին։ Հիմա մի հատ հայտնի ռուսական ասացված կա, ասում է, мы хотели попасть в Эмираты налоговое убежище, а попали в бомбоубежище։ Այսինքն դա տարածված հիմա ամբողջ կներես Արաքնաշա մի հատ հարց տամ, էլի։ Ներկայացրեցիք, շատ հետաքրքիր վերլուծություն է, բայց հիմա հարց կառաջանա մեր հերոստատիտողների մոտ։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը չենք վիճարկում, չէ՞ որ այդպեսին է ռազմական, ֆինանսական եւ մենատեխնոլոգիական առումով։ Իսրայելը ամենառազմատենչ, ռազմականացված աշխարհի ուժեղ հետախուզություն ունեցող բանակով եւ այլն երկու պետություն միավորվում են ու ձեր ներկայացվածով դիմում են համաշխարհային ավանտյուրայի, որը հիմա ավարտվում է առնվազն արաբական թերակղզում Միացյալ Նահանգների դերակատարության էական նվազման, փլուզման, այդպես ասած, էական նվազման, որը հանգեցնելու է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի տապալմանը։ Ասեմ դες ամերիկացիները Տրամպին խաշելու են այս տարվա կոնգրեսի ընտրությունների ժամանակ։ Ես ուղղակի անկեղծ եմ։ Եթե հիմա ինչ-որ հրաշքով ինքը չփրկվի, բայց ինքը ձեռոբոտ անգած Չինաստանը փորձում է ինչ-որ ընդհանուր հայտարարել։ Ուզում եմ հասկանալ, դա չափազանցված չի մի քիչ։ Որովհետև ասենք աշխարհի թիվ 1 ռուսներին ոնց էին ծաղրում, չէ՞։ Ասում էին աշխարհի երկրորդ բանակը տեսեք չի կարողանում ասենք այս երկրի մի ծերից մտնի մյուս ծերից դուրս գա մի քանի ժամվա։ Ասեն դες գտեք մի բան ասեմ անկեղծ, այդ ուռճացված պատկերացումները տարածված են։ Ընդհանրապես մեր ռուսական բանակը տեսեք այսքան տարիներ պայքարում է չի կարողանում այական, այսինքն դա էլ է ուռճացված։ Դա էլ է ուռճացված, ամերիկացիների դերն էլ է ուռճացված, դա աշխարհում ժողովուրդը սիրում է միֆերով ապրել։ Ժողովուրդները ընդհանրապես աշխարհի բոլոր ժողովուրդները սիրում են միֆերով ապրել։ Այդ միֆերը իրականության հետ որևէ կապ չունեն։ Հիմա ամերիկացիները, այսինքն մենք միֆերի բլուզման հետ կա, ռուսների ու ամերիկացիների մեջ մի հատ տարբերություն կա։ Եթե ամերիկացիների զինվորների բանը քթից արուն թափեց, իրանք կկանգնացնեն պատերազմը։ Իրանք պատրաստ չեն մեծ զոհաբերություն։ Այսինքն մի 3x սաթիր դիակ որ գնաց Միացյալ Նահանգներ, բոլոր փորձագետների գնահատականներով հիմա ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների, վիրավորների եւ անհայտ կորածների թիվը հասնում է մոտավորապես 2.5 միլիոն մարդու։
Միացյալ Նահանգների պարագայում դա հնարավոր չի, որ Միացյալ Նահանգները այս պատերազմը շարունակեր։ Իրանք 7 արդեն հաշվում են 8-ած զինվոր ա մեռել, 10-ած զինվոր ա, իրանց համար դա շոկ ա։ Դուք չեք պատկերացնում։ Այսինքն երկու ինքնաթիռ դիակ որ գնա Միացյալ Նահանգներ կարող է այնտեղ հեղափոխություն տեղի ունենալ։ Ես նորից եմ կրկնում, այնտեղ հիմա արդեն բացահայտվել է, որ 150 բանը վիրավոր կա արդեն ամերիկյան զինվոր, դա շոկ է առաջացրել։ Հիմա չգիտեն ինչ անեն, խոսում են նույնիսկ 700 զինվորի մասին։ Հիմա այս պարագայում հիմա շատ ծանր վիճակ է, որտեղ Իրանն էլ տեսնում է, որ ինքը հաղթում է, ինքը արդեն պայմաններ է։ Բայց դա էլ ուռճացված չի, պարոն Բոզյան, որ Իրանը հաղթում է։ Չէ, տեսեք, Իրանը ռազմական իմաստով բնականաբար չի կարող հավասարվի Միացյալ Նահանգներին։ Որովհետև ասում են երկու տարբեր սերնդի պատերազմներ։ Բարձր, միանշանակ 5-րդ սերունդը, 2-րդ սերունդը, որովհետև օբյեկտիվորեն ռմբակոծությունների իմաստով Իրանի օդը պրակտիկորեն բաց է այս կարողությամբ։ Դες ինքը չունի այն հակահրթիռային համակարգը, որ կարողանա դիմակայել այդ ամեն ինչին։ Բայց տեսեք, Իրանի, երբ որ դու Իրանի նավթարդյունաբերական ոլորտը ռմբակոծում ես, բայց դու ռմբակոծում ես աշխարհի նավթարդյուն, այսինքն դու ռմբակոծում ես, տեսեք հիմա Տրամպը ինչա կատաղած Իսրայելի վրա։ Ասում որ դու ռմբակոծում ես Իրանի նավթարդյունաբերական ոլորտը, նա ռմբակոծում է Բահրեյնը, արդյունքում իմ բենզինը դառնում է 1 գալոնի համար $6-7։ Արդեն տարել։ Արդյունքում ես դրանց մինուս եմ ունենում։ Այսինքն իրանք նաև հասկացել են, որ եթե ցամաքային օպերացիա չկա, ուրեմն հաղթանակ չկա։ Իրանք կարան ռազմական իմաստով ծախսեն այդքան, բայց մի հատ բան էլ ասեմ, դուք ասում եք հաղթ, իրանք ուժեղ են, չէ՞, ուժեղ են։ Բայց ուժեղը որ դու ռմբակոծում ես, ռմբակոծում պետք է ունենա նպատակ։ Համաձայն եք սրա հետ դուք։ Եթե դուք նպատակով մարդ եք շատ կոտորում, բարոյական վարկանիշը ձեր անկում ապրում։ Եթե դուք այդ ռմբակոծումով իրանց զորքերը ջարդում եք, պետք է զորքերի հաղթանակը դուք դեռ ցամաքային օպերացիա անեք, որպեսզի կապիտալիզացեք ձեր հաղթանակը։ Եթե դու դա չեք անում, դա նշանակում է դուք ուղղակի պրոստը վնաս եք տալիս այդ մարդկանց։ Վնասը ինչքան էլ ծանր լինի, բան լինի, բայց այդ վնասն էլ գին արժի։ Եթե դու հիմա 100 օր շարունակվի, կծախսվի $200 միլիարդ, իր Միացյալ Նահանգների բյուջեն կփրկի 20%։ Բայց հարկատուները ինչ են ասում, վերջը հաղթանակը ո՞րն են համարելու, ասենք ինչը այդ խնդիրը բոլոր այդ հարցադրումը տալիս են եւ Տրամպը չի կարող պատասխանի։ Հիմա իրանք ասում են մենք չէ ռեժիմի խնդիր չունենք փոխելու բան։ Մենք հիմա ուզում ենք խաղաղություն, Իրանն է դիմադրում։ Իրանք տենց են հիմա արդեն։ Այսինքն մենք ուզում ենք հաստ կանգնացնենք պատերազմը, բայց Իրանն դիմադրում է, բայց Իրանն էլ հիմա տեսնելով որ Տրամպը թույլ վիճակի մեջ է, ինքը ասում է ես կկանոնացնեմ մի պայմանով։ Ծոցի երկրների ավտակցությունը ես եմ ապահովելու, Օրմուզի նեղուցով ես եմ լինելու, նեղուցից անբանով ես եմ որոշելու թե ով կարա ով չկարա գնա, ու պլյուս ինձ պետք է կոմպենսացիաներ տան եւ միջազգային երաշխիքներ տան, երաշխավորված խաղաղություն եմ ուզում իմ երկրի համար։ Ինքն էլ կոշտ պոզիցիա է, որտեղ ինքը հովանոց ապահովել դա նշանակում է արաբական շեյխերի վրա, այսպես ասած, կանգնել այսպես գող, հա, ասես ձևակ։ Դա էլ նշանակում է ամբողջ աշխարհի նավթը ես եմ։ Այո, այսինքն դա էլ հիմա իրանք քանի որ ամերիկացիները ծայրահեղ գնահատական են տալիս, իրանք էլ մի ծայրահեղ գնահատական են տալիս, ենթադրում եմ հույս ունենալով որ ինչ-որ կոմպրոմիս կարա լինի։ Հիմա այդ կոմպրոմիսը որտեղ կարա լինի, ով կարա անի, ես չեմ կարող ասել։ Հիմա ինչ այլոց այդ արդեն փչացած ապրանքը, այսինքն բրակա, դուրս եկած ապրանքը, այդ անվտանգության հովանոցը նիկոլական իշխանությունը փորձում է վաճառել հայ ժողովրդի վրա, այդ միֆով, հա, որ ամերիկան անվտանգության հովանոցը կապահովի եւ այլն։ Հիմա ինձ ներողություն, ինձ հետաքրքիր է թե ինչ գին են պահանջելու Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ մենք խոսում ենք, որ Ալիևից իրենք 44-օրյա պատերազմի աջակցության Արցախը նվիրելու գինն են պահանջելու, դե Նիկոլին էլ օգնել են, որ իշխանությունը պահի։ Հիմա Նիկոլից ինչ գին են պահանջելու եւ թրիփի ճակատագիրը ինչ է լինելու։ Բարեբախտաբար ասեմ, քանի որ Նիկոլը արդեն այսպես ասած օգտագործված ապրանք, դուրս գրված ապրանք, իրան արդեն գին պահանջելու ցանկություն չունեն։ Ամերիկացիները նույնիսկ թղթով պաշտոնապես չեն հայտարարում, որ մենք երաշխիք ենք դառնալու։ Բարեբախտաբար տես բան չկա։ Այսինքն առավել եւս իրանք Նիկոլից էլ ոչ մի բան չեն պահանջում։ Իրանք հիմա պահանջում են Ադրբեջանից, որոնց իրանք համարում են, որ իրանք գցել են։ Որտեվ Նիկոլից ինչ բան, Նիկոլը ամեն ինչ տվել է իրանց։ Լավ, բայց իրանական պատերազմը ոչ մի անդրադարձ, ոչ մի իրանական պատերազմը Հայաստանի հայ ժողովրդի վրա հետևել ազդեցությունը թողեց։ Մարդիկ հասկացան, որ եթե դու հանգարց ամերիկացիները փորձես անվտանգային բան դառնես, դու կդառնաս թիրախ Իրանի համար։ Դա կլինի
ամենամեծ պատերազմը Հայաստանում կործանարի հետ դա արդեն բոլորը հասկացան, այսինքն ամերիկացիներ պետք է համագործակցել բացառապես խաղաղ ծրագրերի շրջան բացառապես եւ էդի Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող անի, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինքը օգտագործված ապրանքը արդեն ամերիկացիների համար, դա արդեն նույնպես բոլորը հասկացել են, ինքը արդեն սպառել է իրան, ինքը ինչ ասես տվել է, ինքը Զանգեզուրը տվել է, ինքը էլ ինչ տալու բան չունի, то есть Հայաստանը չունի ավել բան տա, որ դրանից ինքան շատ բան ուզեն։ Ադրբեջանից են իրանք շատ բան ուզում, որտեղ Ադրբեջանը շատ բան ստացել է, ոչ մի բան չի տվել իրանց։ Էսա խնդիրը։ Իսկ թրիպի ճակատագիրը ինչ պիտի լինի։ Տեսեք, թրիպի ճակատագիրը հունիսի 7-ը, որ այս խուլիգանները բռնդենք, մենք երաշխավորված այդ թրիպի ծրագիրը պետքա փոխլրացնենք կոմունիկացիաների բացման ծրագրով, այսինքն դա Ադրբեջանի կոմունիկացիաների բացման ծրագիր է, որտեղ պետքա երաշխիք լինի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դրա դիմաց պահանջել ենք, որպեսզի Ադրբեջանը իր տարածքները բացի դեպի Իրան, դեպի Ռուսաստան համարժեք ծրագրով եւ նույնպես երաշխավորված բան լինի, որպեսզի Հայաստանի բիզնեսմենն էլ կարողանա երաշխավորված իր ապրանքները տեղափոխի Նախճիվանի երկաթգծով դեպի Իրան, ինչպես որ ինքը երաշխավորված տեղափոխել է իր ապրանքները Զանգեզուրի միջանցքով դեպի Նախճիվան։ Այսինքն սա շատ պարզ բան է եւ բոլորի համար պարզ է, որ նոր իշխանությունը որ գա, այդ նոր իշխանությունը շատ ավելի երաշխավորված է համակարգը կսարքի եւ իսկապես կոմունիկացիոն համակարգը կբացվի, իսկ այս իշխանության բարեկամ որպես արդեն ժամկետանց ապրանք այս իշխանությունը արդեն բոլորի համար է սպառված, եթե մարդիկ տեսնում են որ դա սպառված է նաեւ աշխարհի, մնացել են մենակ այդ ծափահարող եվրոպացիները, որոնք բոլորն հասկացան, որ քաղաքական իմպոտենտների մի հատ ակումբ է իրանից ներկայացնում, որը ոչ միտեղ չի կարող օգտագործել իրան, ոչ Ուկրաինայում, ոչ Իրանում, ոչ բան, պրոստը իրանք ուղղակի թղթերի ռեզոլյուցիաներ են ընդունում թղթի շերեփով։ Շնորհակալություն հետաքրքիր Իմիջիալս թրիփ հետ կապված այն ինչ որ նկարագրեցիք, ես արդեն կասկածում եմ, որ թրիփը կառուցելու ժամանակը կա, ինչ որ մեկը ուզենա այդտեղ թրիփ կառուցի, էլի, եթե այն սցենարով անթանալու գործողությունները Մերձավոր Արևելքում արաբական թերակղզում ինչ ներկայացրեցիք, հիշեցնենք, որ մենք զրուցում էինք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ։ Մեզ դիտողներին էլ չմոռանանք ասենք, որ բաժանորդագրվեն մեր Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, հավանեն, լայքեն, սրտիկեն, կոմենտեն, մեկնաբանություններ գրեն Եվ նաև ձեր կարծիքը գրեք այս կամ այն թեմայի հետ կապված, նաև կարող են առաջարկել, թե ինչ թեմային անդրադառնանք։ Ում կուզենային օրինակ, որ հյուրընկալ էինք մեր տաղավարում։ Այո, կլսենք այդ կարծիքները, բայց կկանչենք այն մարդկանց ում ասում են։ Չէ, իհարկե կատակեր, բայց ամեն դեպքում այսքան է երևի։ Միացեք մեզ, որ փոխենք։